Պարոն Սարգսյանի նախագիծը ոչ միայն քննարկվել է հանձն ժողովի նիստում, դրանից հետո առանձին խմբակցության նիստ է տեղի ունեցել, պետք է հանդիպումներ շարունակենք դեռևս արդեն կառավարության ներկայացուցիչների հետ նախագծի վերաբերյալ, եւ մենք նաեւ տեսնում ենք հասարակության դժգոհությունը եւ նաեւ այն բոլոր դեմ կարծիքները, որոնք արտահայտվում են հիմնավորումներով, ես կարծում եմ մենք պետք է այս փուլում արձանագրենք այն խնդիրները, որոնք որ այս նախագծի լուծմանն են ուղղված, նախագծով լուծմանն են ուղղված։ Առաջինը դա զորակոչից, ինչու՞ չէ, նաև բանակից խուսափողների խնդիրն է եւ նաև այն խուսափող, եթե օրինակ կոռուպցիայի միջոցով լինի, դա դեռ պետության պարտականությունն է լուծել, բայց եթե քաղաքացիների մեծամասնության որոշ քանակի մոտ կա նաև քաղաքացիությունից հրաժարվել, երկիրը լքել, այդ արտագաղթի միտումները կանխելու համար մենք պետք է գործուն քայլեր ձեռնարկենք։ Իհարկե չեմ կարծում, որ լուծումը միայն այն լուծումը կարող լինել, որը առաջարկում է պարոն Սարգսյանը, բայց այդ խնդիրների հետ մենք պետք է բախվենք ու առնչվենք։ Իհարկե անվտանգային խնդիրներ ունեցող երկրում բնական է նման process-ները, իսկ հիմա մենք ունենք այդ անվտանգային խնդիրը դեռևս, քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, մենք պետք է կարողանանք այդ կառույցի վերաբերյալ քննարկումները ու խնդիրների լուծումները անենք լայն հանրային կոնսենսուսով, որտեղ եթե այդ կոնսենսուսը չլինի, ճեղքվածք է առաջանալու հասարակության մեջ